Մեր մգրդությունը մենք կմեռնենք մեր եսի համար, ու տիաբրինք Տիրոջ համար։ Հիսուսն իր եսը ունի։ Համար ինքը իր եսի համար մեռավ։ Լավ հայր, եթե հնարավոր ես գավաթը հեռու տար, այսինքն իր եսը ունի, բայց ոչ թե ինչպես ես, այլ ինչպես որ դու։ Ժամանակ երբ որ մգրդվավ, Հովհաննեսը չաստավ, սա ես պիտի քեզնից մգրդվեմ, ոչ թե դու ինձնից։ Սա լսե թող հիմա ասպես է պետք ամեն մի արդարություն կատարել։ Այդ ժամանակ երկնքից Աստված խոսաց. «Սա իմ սիրելի որդին», ռուսերենի մեջ «Մայո բլագավալենիա», բարի կամքը իր մեջ է։ Մենք ծնված ենք Աստծո բարի կամքը կատարելու համար, ոչ թե ինքնուրույն ապրելու, որտեղ մեր ինքնուրույն ապրելը տանիքը կործամը։ Ամեն։ Եբրայեցիս 11-րդ գլխի 5-րդ խոսքի մեջ գրված է, որ Ենոկը հաջություն գտավ Աստծո մոտ։ Ինչ գտավ։ 6-րդ խոսքը գսե առանց հավատքի չես կարող Աստծուն հաջող լինես։ Այսինքն պետք է Աստծո խոսքը լսես, հայտնությունը ունենաս ու այդ հայտնությունը ընդունես, խոսաս, այդ ժամանակ դու հաջություն կգտնես Աստծո առաջ։ Աբրահամը այնտեղ գրված է 10-րդ խոսքից է կարծեմ, թե իր խոստմունքի երկրի մեջ պանդուխտի մեջ պես կքայլեր, ու լսեք, շատ անցած շաբաթ էր այդտեղ խոսած էր նախկազի նախքան։ Ամենական նոր բան կա։ Ինքը որևէ բան չձեռնարկեց։ Գրված է ինքը պանդուխտի պես կաբրի այնտեղ ու կսպասեր մի քաղաքի, որի հիմքը մարդու ձեռքով շինված չէ, որի հիմքի ճարտարապետն ու շինողը Աստված է։ Լսե, այսօր մենք պետք է մեր խոստմունքի երկիրն է, մենք պիտի քայլենք, բայց մարդկորեն ինչ որ բաներ չձեռնարկենք, ու սպասենք, որ Աստված ինքը քաղաք կառուցի։ Ինքը ինչ որ մի հատ բան կառուցի, որովհետև քաղաքը մենք ենք, երեսին է։ Ինչ որ դու կյանքդ կառուցե, այն հիմքի վրա, որի ճարտարապետն ու շինողը ինքն է, համ գծագիր տվողը, համ շինողը, վստահ է իրեն։ Ամեն։ Ամի կվերջացնեմ։ Եբրայեցիս 12-րդ գլուխը։ Առաջինից երրորդ խոսքի մեջ գրված է, շատ մարդիկ սխալ կհասկանան։ Թե ունենալով այս 11-րդ գլխի հավատքի հերոսների մասին է խոսք, ունենալով այսպեսի մեծ բազմություն, վկաների բազմություն, չէ՞։ Գցենք մեզից մեր վրայից ամեն մի բեռ։ Քո ինքնուրույն ապրելը բեռ է։ Քեզի խանգարողը քո կարծիքն է եւ քո այդ ինքնուրույն բեռ կրելն է։ Հիսուսը մեզի ազատել է։ Կանգնեք այն ազատության մեջ, որը Հիսուսը ձեզի շնորհել է։ Զապինայուշիչն եմ հայրենով ինչ աղքենի եւ այն մեղքը, որը ձեզի կտանջի, այսպես թարգմանեմ։ Որ մեղքը ինքնուրույն ապրելը քեզի կտանջի։ Եվ համբերությամբ ձեզի համար նախատեսված ընթացքը անցեք։ Նայելով, շատ լսեք, նայելով մեր հավատքը կատարողի առաջնորդին։ Մեր հավատքը կատարողը Հիսուսն է։ Երբ որ մենք իրեն նայենք, մեր հավատքը կատարողը ինքն է։ Ինչ նշանակի հավատքը կատարել։ Ես հավատացի ու ինքը կատարեց։ Ես հավատացի ու ինքը կատարեց։ Նայիր իրեն։ Թե նա չարչարվավ, դժվարություններ կրեց, ամոթանք կրեց, որպեսզի մենք ինչ անենք։ Չթուլանանք, չտգարանանք, չվրիպենք, այլ վստահենք իրեն մեր կյանքերը։